Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Քո զգացմունքային բժշկությունը։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի bible.com 1 միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։ Սիրելի՛ բարեկամ, երբ կոտրված ու փշրված է մարդու սիրտը, երբ մարդու զգացմունքներն են խոցոտված ու բզկտված, շատ դժվար է որևէ դեղամիջոց գտնել կոտրված սրտի ու փշրված զգացմունքների բժշկության համար։ Դժվար է, սակայն ոչ անհնարին։ 34-րդ Սաղմոսի 17 և 18 խոսքերում կարդում ենք. «Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է, և նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։ Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին»։ Ի՞նչն է մարդու զգացմունքային բժշկության հիմքը։ Այո՛, Աստված է բժշկողը, սակայն ինչպե՞ս է Նա բժշկում սրտով կոտրվածներին ու վշտաբեկ հոգիներին։ Աղոթքը և Աստծու Խոսքը քո սրտի մեջ ընդունելն իրական բալասան են զգացմունքային բժշկության և փշրված սրտի վերականգնման համար։ «Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և Նա փրկեց նրանց իրենց վշտերից. ուղարկեց Իր խոսքը և բժշկեց նրանց, և նրանց ազատեց իրենց կորստից» (Սաղմոս 19․19)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն Աստվածաշնչին։ Արդյոք դու կանոնավոր ու պարբերաբար կարդում ես այն։ Միայն կարդում ես, թե՞ թույլ ես տալիս, որ Աստծու Խոսքի ճշմարտությունները մուտք գործեն ու հաստատվեն քո սրտում։ Ի՞նչ հոգևոր սնունդ ես ընդունում։ Արդյոք տիրապետում ես քո լսած քարոզներն Աստվածաշնչի միջոցով քննելու հմտությանը։ «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռների վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է Նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան» (Սաղմոս 103․3)։ Քո կյանքի համար Տեր Աստծու կամքը քո սրտի ու զգացմունքների բժշկությունն է։ Աստվածաշունչը դարձրո՛ւ քո ամենօրյա ուղեկիցը։ Սնվի՛ր անարատ հոգևոր սնունդով և կտեսնես, թե ինչպես է բժշկվում ու փոխակերպվում քո կյանքը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։